Իրանը ցանկանում է Միացյալ Նահանգներից պատասխան ստանալ, թե արդյոք նրանք նոր ագրեսիայի ակտ կիրականացնեն Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։ Նրա խոսքով Թեհրանը պետք է հասկանա կկրկնվեն արդյոք հարվածներն իրանական օբյեկտներին այն ժամանակ, երբ բանակցություններ կվարվեն Վաշինգտոնի հետ։ Թախտ Ռավանչին նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները Իրանին առաջարկել է վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ։ Եվրամիության վերազինումը կարող է նրա համար պատմական սխալ դառնալ համայնքի մնացած խնդիրների ֆոնին, այս մասին գրում է New York Times-ը։ Ի վնաս մնացած ամեն ինչի պաշտպանության վրա կենտրոնացումը վտանգում է Եվրամիության ոչ թե առաջ, այլ հետ տանելը, գրում է հրապարակման հեղինակը։ Նրա խոսքով արագ վերազինումը կարող է պատմական սխալ լինել, այլ ոչ թե մեծ բեկում։ Թերթը գրում է, որ վերազինումը կարող է ծանրաբեռնել Եվրոպական միության երկրների բյուջեները, կրճատելով սոցիալական ծրագրերն ու ենթակառուցվածքների զարգացման նախագծերը։ Բացի այդ, վերազինումը կարող է բախվել երկրների միջև համակարգման խնդրի հետ։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև երկխոսության միջնորդները տեղեկություններ ունեն այն մասին, որ Վաշինգտոնը չի ծրագրում տապալել Իսլամական Հանրապետության գործող իշխանություններին եւ վերացնել գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Այս մասին հայտնում է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։ Իրանը միջնորդների միջոցով ուղերձներ է ստացել, որ Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանում կարգի փոփոխության գերագույն առաջնորդին իր նպատակը դարձնելու միջոցով, ասել է Թախտ Ռավանչին։ Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային։ Ինչ վերաբերում է դրանց շարունակմանը, բանակցություններն ընթացել են անցյալ շաբաթ, սակայն բանակցությունների հաջորդ փուլի վերջնական ամսաթիվը դեռ որոշված չէ, ասել է նա։ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջ հարց է բարձրացրել ընտրությունների անցկացման մասին։ Այս մասին հայտնել է պետական դավաճանության գործով քննչական մեկուսարանում գտնվող ուկրաինացի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Այն բանից հետո, երբ Թրամփը վերջնականապես նվաստացրեց Զելենսկուն, ընտրությունների հարցը գնալով ավելի արդիական է դառնում։ Իսկ նրա հետ խաղաղհամաձայնագրի պայմանների բավարարման հարցը, որը ամերիկացիները մղում են քաղաքականության միջոցով, իսկ ռուսները ռազմաճակատում, ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել է падգամավորը, այդ կապակցությամբ Ուկրաինայում դեֆորմացվել է սահմանադրական դատարանը, որի միջոցով կարելի է սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին կետը։ Եթե Զելենսկուն չհաջողվի իր համար անձնական երաշխիքներ գնել, նա կփորձի օրինականացնել որպես հավերժական նախագահ Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում, կարծում է Դուբինսկին։